Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ 26 թվականի հունվարի 14-ի փաստաթղթի ստորագրումից հետո, երբ այն հրապարակվեց, այն դեռ, ինչպես ասում են, թանակը չչորացած, հանգեցրեց տարածաշրջանային էֆեկտների։ Նաեւ ներքաղաքական էֆեկտների արդեն Հայաստանի ներսում, ինչը եւս անխուսափելի էր եւ միանգամայն տրամաբանական։ Մասնավորապես այն, որ թե Ադրբեջանի արտգործնախարարությունն առանձին հայտարարությամբ, Թուրքիայի արտգործ նախարարը իր բանավոր հայտարարությամբ ողջունեցին այդ պայմանավորվածությունը, որը շրջանակային ձեռք է բերվել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Զուգահեռաբար Թուրքիայի արտգործնախարարը շոշափել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը, այսպես անուղակի ձևով հորդորելով ավելի մոտ բերել եւ չթողնել անորոշ հեռանկարի վրա։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է Հայկական խորհրդի ասոցիացված փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանը, բարև եք եկել, պարոն Վարդանյան, ուրախ եմ նորից ձեզ տեսնել, շնորհակալ եմ հրավերից ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ։ Պարոն Վարդանյան, դուք ուշով հետևում եք այս դեպքերի ընթացքին, փաստորեն այս պայմանավորվածությունը կայացավ հենց ուղիղ մի տարի անց հայ-ամերիկյան ռազմավարական խարծայի ստորագրումից հետո, դա հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ նույն հունվարի 14-ին էր 25 թվականը, երբ արդեն Բայդենի վարչակազմին մնում էր 6 օր պաշտոնավարելու, եւ դա ըստ էության այդ պաշտոնավարման տարիներին ձեռք բերված ձևակերպված մի փաստաթուղթ էր, որի ստորագրումն էլ համաձայնեցված էր նոր եկող վարչակազմի հետ եւ անցնում է 1 տարի, արդեն նոր վարչակազմը, Թրամփի վարչակազմը այդ խարտիայով նախանշված կարևորագույն ուղղություններից մեկով արդեն հաստատում է շրջանակային փաստաթուղթը եւ դուր բացում դրա իրականացման համար արդեն գետնի վրա։ Նախ խոսենք ձեր գնահատականի մասին, ինչ է սա։ Ի վերջո սա նաեւ պայմանավորվածություն է նայելով այդ ժամկետները առաջիկա 1 տարի համար, հա? Լավ, մի տարի պակաս։ Բայց ըստ էության հենց այդ մասին է։ Հաշվի առնելով Միացյալ Նահանգների այս նոր ռազմավարությունը, չգիտեմ, որ Մոնրոյի դոկտրինն է նորովի այսպես վերաիմաստավորվում, բայց այնուամենայնիվ այնպես չի, որ Միացյալ Նահանգները պարփակվում է այդ երկու օվկիանոսների արանքում այն ուղերձով, որ օվկիանոսներից այն կողմ ես անելիք չունեմ, շատ լավ էլ ունի եւ նույնիսկ կոնկրետացնում է, թե ինչ կոնկրետ անելիք ունի։ Համեցեք։ Այո, անկեղծ ասած աննախադեպ բան է տեղի ունեցել։ Ինչ որտեղ նույնիսկ կարելի ասել, որ դժվար էր, օրինակ, մի տարի առաջ կանխատեսել նման բան։ Թեև այո, ինչպես ճիշտ նշեցիք, նույնիսկ հենց Բայդենի վարչակարգի ժամանակ մենք ձեռք բերեցինք այդ ռազմավարական ուրեմն համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը, ըստ էության մեկ աշճան ավելի բարձր համակարգի հարաբերություններ հաստատեցինք Միացյալ Նահանգների հետ, բայց նախ օրինակ կային այնուամենայնիվ մտավախություններ առ այն, որ այդ Թրամփը կգա
այլ քաղաքականություն է վարում, նա կմոռանա այդ ամեն ինչը, կդնի մի կողմ եւ այլն եւ այլն, բայց մենք տեսանք լրիվ հակառակ բանը։ Ոչ միայն, այսինքն չդրվեց մի կողմ, այլ նաեւ շատ արագ տեմպերով ըստ էության այդ համաձայնագրի տրամաբանության շրջանակներում տեղի ունեցան զարգացումներ դեպի հարաբերությունների խորացում։ Եվ գիտեք, այստեղ կարևորը նաև այն է, որ նոր որակի արդեն, մասին մենք կարող ենք խոսալ, եւ հայ-ամերիկյան հարաբերությունները այս առումով ոչ միայն, այսպես ասենք, հայ-ամերիկյան հարաբերություններին են վերաբերում, այլ վերաբերում են մի ողջ տարածաշրջանի եւ կարելի ասել ոչ միայն ողջ տարածաշրջանի, այլ նաեւ, գիտեք ինչ, ամբողջ, այսպես ասած, եվրասիական կոնտինենտին է վերաբերում նախ եւ առաջ սա, որովհետեւ տեսեք ինչ է տեղի ունենում։ Ըստ էության Միացյալ Նահանգները Հայաստանի հետ խորքային հարաբերություններ հաստատելով ներկա է լինելու տարածաշրջանում, կոնկրետ Հայաստանում, կնքվում է ամերիկա-հայկական պայմանագիր, TRIP կոչվող, չէ, եւ փաստորեն նշանակում է, որ Միացյալ Նահանգները ոչ միայն այսպես զուտ Հայաստանի հետ է հարաբերություն հաստատում եւ խորքային հարաբերություն, այլ նաեւ Հայաստանին ներգրավում է իր պատկերացումներում ճարտարապետության մեջ, այո, որպես տարածաշրջանային եւ ոչ միայն տարածաշրջանային, կարելի ասել տարածաշրջան պլյուս պատկերացումներում, թե ինչպիսին պետք է լինի այս տարածաշրջանը, Միացյալ Նահանգները ինչ ներգրավվածություն պետք է ունենա, հա, եւ ըստ էությամբ Հայաստանը ինչ տեղ ունի այստեղ։ Եվ մենք տեսնում ենք, որ Հայաստանը փաստորեն ձեռք է բերում առանցքային նշանակություն։ Ուրիշ ոչ մի տեղ, ուրիշ ոչ մի երկրի հետ նման տեսակի հարաբերություններ չկան։ Նման տեսակի պրոյեկտ, ինչպիսին TRIP-ն է, չկա։ Եվ տեսեք ինչ ստացվեց այն, որ կոնֆլիկտի լուծման ճանապարհով գնալը հանգեցրեց նրան, որ Հայաստանի կշիռը մեծացավ եւ նաեւ այդ ամբողջ հռետորաբանությունը, որը առաջ էր քաշում Հայաստանի Հանրապետությունը վերջի շրջանում, այդ բոլոր ուրեմն գործընթացները, որոնք տեղի ունեցան հայ-ադրբեջանական թրեքում, այսպես ասած, հա, հանգեցրեցին նրան, որ Հայաստանին սկսեցին ել ավելի վստահել եւ նաեւ փաստորեն Հայաստանի վրա դրեցին շատ լուրջ խաղադրույքներ։ Եվ ըստ էության Հայաստանը փաստորեն դառնում է նաեւ տարբեր տարածաշրջաններ կապող օղակ, լոգիստիկ հաբ, հատվում են ճանապարհներ։ Հայաստանը բնականաբար արդյունքում շահում է տնտեսապես, բայց նաև Հայաստանի իմիջն է, հա, այստեղ ամրապնդվում։ Այսինքն ոչ միայն արդեն ամբողջ աշխարհում Հայաստանը դիտարկվում է որպես Միացյալ Նահանգների այսպես լուրջ վստահելի գործընկեր, այլ նաև խաղաղությանը նպաստող, ստաբիլիզացիային նպաստող, հնարավորինս շահեր համադրող եւ նաեւ ըստ էության միջազգային առևտրին մեծապես նպաստող սուբյեկտ։ Եվ մենք հասկանում ենք, որ բնականաբար այսօր մենք ապրում ենք որքան էլ որ այդպես տարբեր երկրներում ազգայնական ինչ որ, հա, շարժումներ կան այսօր, որոշակի այսպես իզոլյացիոնիստական հռետորաբանություն կա, բայց մենք ապրում ենք գլոբալ տնտեսության պայմաններում։ Եվ փաստորեն այս ամեն ինչը շատ հստակ կերպով տեղավորվում է այդ գլոբալ տնտեսության տրամաբանության շրջանակներում, այն ավելի է խորացնում այդ գլոբալ տնտեսության, այսպես ասած, կոնցեպտը, կարելի ասել, հա, որը վաղուց արդեն հաստատվել է ամբողջ աշխարհում, եւ նաեւ հետեւյալը պետք է ասեմ, որ TRIP-ի շնորհիվ տարածաշրջանը ել ավելի կայուն լինելու հնարավորություններ է ստանում։
Դեռ տեսեք ինչ է ստացվում, էլի։ Պաստորեն առանց որևէ ռազմական ներկայության, առանց որևէ, չգիտեմ, ինչ որ ռազմական դաշինքների մեջ մտնելու եւ այլն, այստեղ ոչ միայն Միացյալ Նահանգների փաստորեն շահն է առաջ մղվում, ոչ միայն Միացյալ Նահանգները ուղղակիորեն ներկա են լինում, այլ մենք տեսնում ենք, որ մի շարք պետություններ, նաև հաշվի առնելով հենց այն արձագանքները, որի մասին դուք ակնարկեցիք, տարբեր փաստորեն տարածաշրջանային պետություններ եւ ոչ միայն տարածաշրջանային պետություններ, արդեն իսկ ուրեմն ողջավորությամբ դիրքավորվել են այդ պրոյեկտի նկատմամբ եւ բնականաբար կարեւորում են Հայաստանի դերը։ Այսինքն արդեն բոլորը շահագրգռված են, որ հնարավորինս այստեղ լինի կայունություն եւ խաղաղություն եւ չանք կդնեն յուրաքանչյուր պարագայում, որպեսզի իրենց նպաստը ունենան, որովհետեւ տեսեք իրենք հասկանում են, որ իրենք շահելու են։ Այսինքն այս պրոյեկտը չի վնասում որևէ մեկին։ Այս պրոյեկտը միայն նպաստում է երկրների հարստացմանը։ Սա միայն նպաստում է շահույթ բերելուն տարբեր երկրների եւ ոչ միայն երկրներին, պարոն Մերաբյան։ Երբ որ մենք խոսում ենք աշխարհաքաղաքականության մասին, խոսում ենք երկրների շահերի մասին, մենք բնականաբար չպետք է մոռանանք, որ շահում են տնտեսվարող սուբյեկտները, շահում են կորպորացիաներ, շահում են մասնավոր ձեռնարկություններ, տարբեր երկրների եւ նաեւ տրանսնացիոնալ իհարկե։ Եվ բնականաբար այս առումով նշանակում է, որ նորից Հայաստանի կշիռը մեծանում է եւ սա նպաստում է խաղաղությանը, սա նպաստում է անվտանգության ամրապնդմանը։ Եվ մենք ունենում ենք հետեւյալ փաստորեն իրավիճակը, երբ որ այս ամեն ինչի արդյունքում մենք կարող ենք նաեւ ակնկալել, որ խաղաղության ինստիտուցիոնալիզացիայի գործընթացը կարող է արագանալ։ Մենք գիտենք, որ խոչընդոտներ կային այս առումով։ Գիտենք, որ Ադրբեջանն է հիմնականում, չէ՞, այդ նախապայմանների լեզվով խոսել եւ շարունակում է իդեպ իհարկե, բայց ստեղծվում է այնպիսի իրավիճակ, երբ որ ասում են, գիտեք ինչ, մենք ակնհայտ արդեն այստեղ խաղադրույք ենք արել եւ արդեն իսկ ներգրավվել ենք եւ արդեն իսկ Հայաստանը այս ամեն ինչում կա եւ մեզ պետք է տեսնել խաղաղության ինստիտուցիոնալիզացիա եւ նաեւ տեքստի մեջ էլ կարակնարկ, որ այս ամեն ինչի հաջողությունը, այս պրոյեկտի հաջողությունը բնականաբար կապված է հայ-ադրբեջանական ուրեմն հարաբերությունների բարելավումից, խաղաղության հաստատումից։ Դե մենք ունենք հիմա խաղաղության պայմանագիրը նախաստորագրված ձևով, չէ՞, այս ակնարկը արդեն իսկ խոսում է այն մասին, որ ակնկալիքն այն է, որ ուրեմն պետք է խաղաղության պայմանագիրը հնարավորինս կարճ ժամկետներում ստորագրվի։ Բնականաբար սա նաև հանգեցնում է նրան, որ եւ կարող է դա զուգահեռ լինել, կարող են մենք կարծում եմ, որ մոտ ապագայում կտեսնենք հայ-թուրքական թրեքում զարգացումներ, բայց նաև կարող ենք մտածել, որ ըստ էության իհարկե ամբողջական, այսպես ասած, հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը, բարելավումը եւ այլն, դիվանագիտական հարաբերությունների սահմանի բացում եւ այլն, կարծես թե կարող ենք ակնկալել այն ժամանակ նաև, երբ որ ասենք զուգահեռ հայ-ադրբեջանական թրեքում լինեն նոր զարգացումներ, խաղաղության պայմանագիրը եթե արդեն կնքվի եւ այլն, այս առումով փաստորեն տեղի կունենա տոտալ բլոկադա, հա, այսինքն ապա շրջափակում բնականաբար եւ շատ կարճ ժամանակահատվածում ես կարծում եմ, որ նաև այն, որ Միացյալ Նահանգները նաև, այսպես ասենք, այդ 70 քանի, հա, տոկոս բաժնեմասը իրենց ձեռքերում է, դա 74, այո։ Դա նաև կհանգեցնի նրան, որ շատ ավելի արագ տեղի կունենա այդ ինֆրաստրուկտուրայի, ասենք, հա, զարգացման այդ պրոյեկտները, ճանապարհների կառուցումը եւ այլն ու լոգիստիկ խնդիրները ավելի արագ կլուծվեն, այսինքն առաջի հերթին հենց Միացյալ Նահանգները շահագրգռված է լինելու դրանում եւ բնականաբար մեծ ներդրումներ է արվելու, բնականաբար մենք նման հնարավորություններ չունեինք
եւ դա միայն ու միայն դրական է աստորեն այս պարագայում։ Պարոն Վարդանյան, տեսեք ավելի վաղ, երբ վարչապետը իր հերթական ճեպազրույցներից մեկի ժամանակ պատասխանում էր լրագրողների հարցերին, ասում էր հետևյալը, որ հենց ոնց որ առիթն օգտագործելով ասում էր, որ դիմել խնդրում ենք ռուսական կողմին, քանի որ իրենք կոնցեսիոներ են եւ երկաթգծի ցանցի ընդլայնումը եւս ոնց որ իրենց լիազորությունների շրջանակում է արագ տեմպերով վերակառուցել Երասխ-Սադարակ, Գյումրի Ախուրիկ եւ Իջևան Ղազախ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այդ երկաթուղային հատվածները։ Ասվում էր այսպես անորոշ։ Երբ այս պայմանավորվածությունը ձեռք բերվեց եւ ստորագրվեց փաստաթուղթը, վարչապետը ունեցավ եւս մեկ ճեպազրույց եւ արդեն ուղիղ տեքստով ասաց մեզ հիմա է պետք որոշում։ Ռուսաստանից որոշում պետք է հիմա։ Մեր տնտեսական փորձագետներից մեկը Հայկ Ասֆանյանը նաև իր հարցազրույցներից մեկում խորհուրդ է տալիս, որպեսզի Երասխ-Ախուրիկ երկաթուղային հատվածը, հա, որ հայ-ադրբեջանական սահմանից Նախիջևանի հատվածով Երևանով, Գյումրիով կապում է Թուրքիայի հետ, այդ հատվածը եւս կառավարման տրվի, ուրեմն այդ Trip Development Company-ին, հա, որը պետք է ստեղծվի 74-26 համամասնությամբ։ Դուք ինչ նկատառումներ ունեք այս ամենի հետ կապված եւ ընդհանրապես ՌԺԴ-ի ապագան հեռանկարը Հայաստանում, հա, այս պայմաններում անեցեք։ Գիտեք, իհարկե շատ բան կախված է լինելու իսկապես Ռուսաստանի ռեակցիայից, այսինքն գնդակը հիմա նրանց դաշտում է։ Բայց փող չունեն։ Բայց կա համապատասխան պայմանագիր եւ կա Հայաստանի սուվերեն, այսպես ասած, ցանկությունները, հա։ Եվ առաջնահերթությունները։ Եվ առաջնահերթությունները եւ Հայաստանը հիմա իր փաստորեն, այսպես ասենք, առաջարկ պահանջը, չգիտեմ, ներկայացրել է եւ դրանով գնդակը դու ասում ես հիմա տվեք պատասխանը, մեզ պետք է պատասխանը հիմա, այո, նշանակում է, որ մենք սպասում որոշում տվեք, սպասում ենք որոշում։ Եթե չլինի որոշում կամ բացասական որոշում լինի, ես կարծում եմ, որ հնարավորություններ են այս առումով ստեղծվում վերանայելու այդ կոնցեսիոն պայմանագիրը։ Ինչ վերաբերում է առանձին հատվածներին, հա, այսինքն այն հատվածները, որ որքանով գիտեմ, որ դրա մասին շատ է խոսվել, միգուցե եւ որոշ այսպես մասնագիտական այլ բանավեճի դա առարկա կարող է լինել, բայց այնուամենայնիվ, հա, որ կոնցեսիոն կառավարումը վերաբերում է գործող, այո, եւ այն հատվածները, որոնք, չգիտեմ, գործող չեն եղել կամ խորհրդային միության ժամանակ այլ, հա, այսպես ասած, մնացել դեգրադացվել են, այո։ Դրանք միգուցե ընդհանրապես չեն ծածկվում այդ կոնցեսիոն պայմանագրով եւ Հայաստանը ազատորեն կարող է այլ, ասենք, օրինակ օպերատորների հետ խոսի եւ ուրեմն իրենք սկսեն կառուցել, շահագործել այդ ամեն ինչը։ Էս էլ մի հատ առանձին խոսակցություն է։ Պարոն Ֆանյանի ասածը բավականին այսպես տրամաբանական բան է կարծում եմ։ Չգիտեմ, այստեղ իհարկե նորից, այսինքն եւ իրավաբանները պետք է գործ անեն, հա, եւ տնտեսագետները բնականաբար զուտ քաղաքական, այսպես ասած, աշխարհակաղակական վերլուծության տեսակետից բնականաբար մեզ ձեռնտու է, որպեսզի մենք այլ օպերատորների հետ գործ ունենանք, արևմտյան օպերատորների հետ գործ ունենանք։ Դա բնականաբար
էլի նվազեցնելու է մեր կախվածությունը Ռուսաստանից, դա դիվերսիֆիկացիայի քաղաքականության, տրամաբանության շրջանակներում է բնականաբար լինելու։ Եվ նաև բխում է TRIP-ի ամբողջ փիլիսոփայությունից։ Պարոն Վարդանյան, ոչ վաղ անցյալում էր, երբ Ռուսաստանի արտգործնախարարության մի չինովնիկ, ինչ-որ համարակալած չեմ հիշում, որ երրորդ դեպարտամենտի ղեկավարը սկսեց, ինչպես ժողովուրդն է ասում, մեծ փրթել առայն, որ առանց մեզ հնարավոր չի TRIP-ի կառուցումը եւ պատճառ էր բերում, որովհետեւ մենք կոնցեսիոներ ենք երկաթգծի, որովհետեւ այդ հատվածում են կանգնած մեր սահմանապահները, ինքն է ասում։ Եվ նաև ինչ էլ այնտեղ երբ էլ կառուցվի, այն պետք է գործի ԵԱՏՄ կարգավորումներով, քանզի Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Դրանից հետո անցնում է որոշակի ժամանակ, այս ամենը ստորագրվում է բնականաբար առանց Ռուսաստանի, իսկ վարչապետն էլ ասում էր, որ ես չեմ պատկերացնում, որ այդ բաժնետիրական ընկերությունում այլ փայատեր կարող է լինել, չեմ պատկերացնում, երբ հարց բարձրացավ, իսկ այո։ Եվ որ այնտեղ ԵԱՏՄ շրջանակների մասին, հա, այդ թե ոնց է աշխատելու, գործարկվելու, հա, այդ ուղին Եվս ոչինչ չկար, պարզվում էր կարելի անել սահմանապահների մասին որևէ ձևով հատման կետ չկա, այսինքն Հայաստանի տնօրինության ներքո է այդ ամենը եւ այնպես չէ որ իրենք են մեզ ասում ինչ է հնարավոր, ինչը չէ։ Եվ ահա երբ արդեն մենք post factum կարող ենք ասել առնվազն ժամանակագրորեն, եթե ոչ պատճառահետևանքային կապով, բայց հենց իմ տպավորությունն է, հենց հոտն առան, որ այդ այցն է լինելու եւ փաստաթղթի պատրաստության արդեն այն մակարդակն է, որ պետք է ուղղակի գնալ եւ ստորագրել, մեկ էլ մոսկովյան ճահիճներից մի հատ տենց խրխռոց ենք լսում, թե մենք հատուկ ռազմական գործողություն պետք է անենք Հայաստանի եւ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ եւ դա մեզ համար շատ ավելի մեծ խնդրեմ է, քան ինչ որ Վենեսուելա։ Իրենք են ասում։ Եվ ի պատասխան դրա Մարիա Զախարովան էլ ասում է դե էլի հայկական կողմնա մեղավոր, նա ընդամենը լրագրող է, դու էլ ես ընդամենը լրագրող, Տիկին Զախարովա, բայց ինչպես եւ այն լրագրողը դու եւս զբաղացնում ես բարձրաստիճան պաշտոն ռուսական պետության մեջ եւ դա որ ասվել է ոչ թե ինչ-որ բիսեդկայում, այլ ասվել է պետական հերոստալիքով, որը պետության քաղաքականությունն է ներկայացնում։ Համեցեք։ Տեսեք, որոշակի տարանջատումներ այնուամենայնիվ կարծում եմ պետք է անել։ Սոլովյովը ի տարբերություն Մարիա Զախարովայի պաշտոնապես, այսպես ասենք, չի ներկայացնում պաշտոնական Մոսկվայի տեսակետը։ Նա չունի նման լիազորություններ։ Մարիա Զախարովան ունի նման լիազորություններ, որպես ԱԳՆ խոսնակ։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մենք Սոլովյովի հայտարարությունները չպետք է դիտարկենք որպես պաշտոնական Մոսկվայի պաշտոնական հայտարարություն։ Այ եթե լիներ օրինակ Զախարովայի հայտարարությունը, այս դեպքում մենք արդեն կասեինք, որ ահա պաշտոնական Մոսկվան ուղղակիորեն պաշտոնապես մեզ ասում է սա։ Բայց Ռուսաստանի Դաշնությունը ավտորիտար կենտրոնաձիգ պետություն է։ Պերսոնալիստական նույնիսկ։ Եվ պերսոնալիստական կարելի ասել է։ Մենք գիտենք, որ այնտեղ լրագրողները, հատկապես որոնք աշխատում են պետական հեռուստաընկերություններում, պետական, այսպես մամուլում են ներգրաված, նրանք չեն կարող լինել անկախ։ Դա հակասում է
ըստ էության ավտորիտար պետության տեսությանը եւ պրակտիկային։ Մանավանդ այս դեպքում էլ իրենք ուղղակիորեն պետությունից աշխատավարձ են ստանում եւ խոսում են պետական հեռուստաալիքով։ Իհարկե նա ալիքն է պետության քաղաքականությունը։ Սոլովյով լայվն է, մի քիչ այստեղ կարող ենք ասել, որ կա տարբերություն, դա իր սեփական, այսպես ասած, հեղինակային իբր հաղորդումն է, բայց հասկանալի է, որ ինքը առաջի հերթին գլխավոր պրոպագանդիստներից մեկն է։ Այսինքն Ռուսաստանում կան մի քանի գլխավոր պրոպագանդիստներ, հա, մատերի վրա կարելի է հաշվել, եւ նա առաջնային պրոպագանդիստներից է։ Միգուցե նաեւ որոշ դեպքերում կարող ենք ասել համար 1-ն է, կամ համար 3-ն է, կամ համար 2-րդն է, մի խոսքով։ Եվ եթե նա ինչ-որ բան ասում է, բնականաբար որքան էլ որ ինքը այդ պահին կարող է չներկայացնել պետական տեսակետը, բայց ինքը ներկայացնում է մի տեսակետ, որը թույլատրված է իրեն, որ ներկայացվի։ Եթե թույլատրված չլիներ նման բան, նա երբեք չէր այդպիսի բան ասի։ Իսկ թույլատրված է, որովհետև համահունչ է։ Տեսեք, տրամադրություններին առնվազն, չէ՞։ Օֆիցիալ Մոսկվան արդեն խոսենք օֆիցիալ Մոսկվայի, չէ՞, դիրքորոշումները, հենց նույն Մարիա Զախարովայի հայտարարությունները, երբ որ նայենք, Լավրովի հայտարարությունները, որ նայենք եւ այլն, բազմիցս իրենք դժգոհել են Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքականությունից, բազմիցս նշել են, որ արևմուտքը ինչ որ չար արևմուտքը, այլասերված արևմուտքը Հայաստանին ներգրավում է իր ծրագրերում եւ Հայաստանի իշխանությունները տրվում են այդ սադրանքներին, իսկ այս ամեն ինչը, ինչը որ արևմուտքը անում է, Ռուսաստանի դեմ է։ Այս ամեն ինչը ուղղակի է ասվել։ Եվ բնականաբար, ուրեմն մենք սրանից ինչ հետևություն պետք է անենք, որ Սոլովյովը փաստորեն ներկայացրել է որոշակի տրամադրություններ, որոնք գոյություն ունեն Կրեմլում, այսինքն պետք է եղել Կրեմլին այդ մեսիջը հասցնել, բայց դա չի նշանակում, որ Սոլովյովի հայտարարությունը հատուկ ռազմական, այսպես ասած, գործողության անոնս է։ Մենք նման բան իհարկե նման կերպ չպետք է կարծում եմ գնահատենք դա, վերլուծենք։ Դա մեսիջ է, դա անոնս չէ, դա մեսիջ է, դա շանտաժ է, ես դա դիտարկում եմ որպես շանտաժ։ Ես դա դիտարկում եմ։ Բայց դրա ռեալիզացման կոնկրետ նյութական հիմքերը այս պահին մենք գոնե չենք տեսնում։ Այո, նաև դա, այո։ Եվ գիտեք ինչ, այստեղ իհարկե երկրորդ հանգամանքն էլ կարող է լինել, որ օրինակ տեսականորեն հիմա ենթադրենք, հա, ասենք կարող ենք չբացառենք նաև, որ կարող է ինքնագործունեություն էլ լինել երբեմն ավտորիտար համակարգերում, բայց այդ ինքնագործունեությունը երբ որ լինում է, պրակտիկորեն եղել են մի քանի այդպիսի դեպքեր տարբեր երկրներում, բայց դրան հետևում են որոշակի սանկցիաներ։ Այո, ռեստրիկտիվ միջոցներ, այո։ Հիմա եթե սանկցիա չկա նրա նկատմամբ, եթե նա չի ինչ-որ պատիժ ստացել, չի հեռացվել, ասենք, հեռուստաընկերությունից եւ այլն, նշանակում է, որ ուրեմն փաստորեն այն ինչ որ ինքը ասել է, դրա թույլատվությունը ունեցել է։ Առնվազն համահունչ է տրամադրություններին ունեցել է եւ որոշակի, այո։ Իհարկե այստեղ կան տեսություններ, որ Կրեմլը միատար չէ։ Ես չեմ կարող ոչ հերքել, ոչ էլ, այսպես ասած, հապացուցել, ասում են, որ կա բաշնի Կրեմլյա, չէ՞, այսինքն աշտարակներ, որ սա ինչ-որ մի աշտարակի մոտեցումն է, այլ ոչ թե ամբողջ Կրեմլը։ Պարոն Վարդանյան, նացիստական Գերմանիայում էլ, ասենք, SS-ը եւ Գեստապոն որոշակի կոնկուրենցիա ունեն։ Այո։ Վերջի վերջո կա ընդհանուր գիծ, չէ, եւ տոտալիտար պետություն է, այտենց միատարությունը այդտեղ հաստատ կա, էլի։ Բնականաբար, բայց ուզում եմ ասել այնուամենայնիվ նաև այդ վարկածներ կարող ենք մենք իհարկե քննարկել, որ կարող է նաև լինել այսպես աշտարակների մոտեցումների որոշակի տարբերություններ, այսպես ասած, ինչպես ասում են hardliner-ներ եւ softliner-ների որոշակի այսպես բախման նաև բանը հետևանք է սա, բայց
միևնույն է իմանալով նորից եմ ասում պաշտոնական Մոսկվայի խոսույթը նրա վերաբերմունքը Հայաստանի վերաբերյալ հայ ուրեմն Հայաստան արևմուտք հարաբերություններին վերաբերյալ նրանց գնահատականները եւ այլն չենք զարմանում, հա, որ այսպիսի բան է ասել։ Հիմա սա գիտեք ինչ, այնուամենայնիվ ակնհայտ է նաեւ ժամանակահատվածի հետ կապված, չէ՞, այսինքն թայմինգը։ Այո, համընկնում է փաստորեն այս գործընթացի հետ, երբ որ TRIP-ի իմպլեմենտացիայի այս ուրեմն հայտարարությունն է արվում, եւ սա նշանակում է առնվազն, որ Կրեմլում մտահոգված են։ Եվ նաեւ որոշակի կարծում եմ, այսպես ճարահատյալության զգացողություն իրենց մոտ կա։ Այսինքն փորձում են խոչընդոտել, փորձել են խոչընդոտել, չի ստացվում։ Չի ստացվում մի քանի պատճառներով, լավ մարզավիճակում չեն մեկ, երկրորդը եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ցանկանում են մինիմիզացնել կախվածությունը Ռուսաստանից, հնարավորինս անկախ քաղաքականություն վարել եւ այլն։ Միացյալ Նահանգներն է աջակցանում գերակտիվություն ցուցաբերում նաեւ այս առումով եւ այլն, մի խոսքով, այսինքն տարբեր պատճառներ էստեղ կան։ Բայց նաեւ փաստորեն այն է, որ Ռուսաստանը այո զգալիորեն կորցնում է վերահսկողությունը այս տարածաշրջանի նկատմամբ եւ դրանով լրջորեն մտահոգված է։ Եվ գիտեք ինչ, նաեւ ես օրինակ Սալովյովի այս հայտարարությունը կարող եմ դիտարկել փոքր նաեւ այլ կոնտեքստում։ Տեսեք, շատ հաճախ նման իրավիճակներում փորձ է արվում հասարակությունները, որոնք դուրս են գալիս, այսպես ասած, վերահսկողությունից, ավտորիտար պետության վերահսկողությունից, եւ չունեն դրական վերաբերմունք վերահսկողի կամ նախկին վերահսկողի նկատմամբ, եւ այդ վերահսկողը տեսնում է, որ ինքը ի վիճակի չէ փոխել այդ մոտեցումը, ինքը ասում է լավ, այդ դեպքում գոնե այնպես անեմ, որ ինձնից վախենան, չասեն ես լավն եմ, չսիրեն ինձ, բայց վախենան։ Հիմա սա կարող ենք դիտարկել նաև այս կոնտեքստում, վախենում ես, ուրեմն հարգում ես։ Վախեցեք մեզանից։ Բայց ինչ значит уважаешь։ Հա, մենք կարող ենք ձեզ վնասել, եւ սա կարող է օրինակ որոշ այսպես հայաստանյան ընդդիմադիր որոշակի հատվածները, օրինակ նախընտրական փուլի ժամանակ եւ հիմա էլ, հա, ասենք օգտագործեն հետեւյալ բանով, որ այ եթե դուք գնում եք արևմուտքի հետ հարաբերությունների խորացման ճանապարհով, այ եթե ներկայիս իշխանությունները վերարտադրվեն եւ այլն, մենք ստանալու ենք պատերազմ, Ռուսաստանը կհարձակվի մեր վրա, սա եք ուզում դուք։ Դրա համար ուրեմն մի քիչ խելոք ձեզ պահեք, դրա համար մի գնացեք այդտեղությամբ, դրա համար մի քվեարկեք իշխանությունների օգտին կամ արևմտյան ինչ որ գաղափարախոսություն ունեցող, ու պրոարևմտյան այսպես ասած մոտեցումներ ունեցող ուժերի օգտին եւ այլ եւ այլ։ Այսինքն սա նաև հիբրիդային սպառնալիքների, հիբրիդային հարձակումների տրամաբանության շրջանակներում մենք կարող ենք դիտարկել նաև, այո։ Փաստորեն ստացվում է այն, որ երբ մենք խոսում ենք առաջիկա ընտրությունների մասին, որ խաղաղության հետագա ընթացքը, խաղաղության կառուցման հետագա ընթացքը կախված է այս ընտրություններից, որովհետև այդ ռուսական ուժերը եթե եկան իշխանության, պարզա որ կատարելով Ռուսաստանի պատվերը տանելու են հարցը նոր պատերազմի վտանգի, ըստ էության, սրան մեզ փորձում են պատասխանել նրանով, որ իսկ հակառակ դեպքում դուք պատերազմի վտանգի կհանգեք արդեն մեզ հետ։ Այո։ Իբր փորձում են նման այսպես դասավորություն, հա, ներկայացնել եւ առնվազն ռոպագանդայի դաշտում։ Այո, այդպես է, կարծում եմ։ Բնականաբար դրա մասին մենք պետք է խոսենք եւ հասարակությունը պետք է դրան պատրաստ լինի։ Այո։ Ընդհանրապես ամենաճիշտ բանը դեզինֆորմացիայի դեմ պայքարելու, ինչպես ցույց է տվել, այո, ճիշտ ինֆորմացիա տալն է եւ նաեւ այսպես ասած pre-banking-ը, այսինքն կանխատեսումը
տարատեսակ դեզինֆորմացիաների, պոտենցիալ դեզինֆորմացիաների, այլ երբ որ դու ասում ես, այ վաղը օրինակ այսպիսի բան են ասելու, այսպես են ձեզ խաբելու, այս սխեման են առաջ տանելու։ Եվ արդեն հասարակություն, երբ որ դա տեսնում ես, ասում է, հա, բացվել գիտել։ Եվ ամփոփելով մի քիչ էլ sense գրականագիտական շեղումով, հա, ես հիշացնում եմ չարի վերջը, էլի։ Որ կացինս կբերեմ ծառատ կկադրեմ, բայց բարձվում է ոչ կացին ունի, ոչ էլ ծառ կադրող, հա։ Ուղղակի այս զոհերն էին փաստորեն հենց այդ սխալ պատկերացման արդյունք տասնամյակների։ Եվ հիմա այդ չարի վերջը ըստ այդը մեկել է, հա։ Դե մենք ունենք, այսինքն մենք ստացել ենք ռեալ շանս, ոչ միայն ստացել ենք շանս, այսպես ասենք, արդեն մենք այդ ճանապարհի վրա ենք, բայց լրիվ երկարաժամկետ առումով, այո, ստացել ենք ռեալ շանս իրական սուվերենիտետ ձեռք բերելու, զարգացած դեմոկրատական պետություն լինելու։ Մենք այդ ճանապարհի վրա ենք։ Եվ պոտենցիալ բնականաբար կան խոչընդոտներ, առաջի հերթին դա իդեպս իհարկե Կրեմլի, հա, որը բնականաբար փորձելու է այնպես անել, որպեսզի մեր այդ ճանապարհը դժվար լինի, ձգձգվի, միգուցե կարող մտածում են, որ հնարավոր լինի նաև խափանել, ասենք, հա։ Բնականաբար այս ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան հունիսին, ունեն ճակատագրական նշանակություն, դրանք, ինչպես ասում եք, դարի, հա, ընտրություններ են իսկապես, այո։ Եվ ակնհայտ է էլի ուղղակի, որ կամ Հայաստանը գնում է նորմալ քաղաքակիրթ պետությունների ճանապարհով, այդ զարգացման ճանապարհով, անվտանգ, բարգավաճ, ժողովրդավար, երբ որ կայուն, որ ազատությունն է առաջի հերթին կարևորվում, հա, մարդու զարգացումը, ինքնիրացումը եւ այլն, կամ դադարում ենք ուղղակի լինել որպես պետություն, բնականաբար նաեւ հասարակություն որպես նույնպես դադարում ենք լինել այդ դեպքում եւ ոչ մի ազատություններ բնականաբար այստեղ արդեն մարդիկ, որոնք ապրելու են այս տարածքում, չեն ունենալու եւ ուրեմն կամ պետք է այդպես անազատ առանց զարգացման հեռանկարի խարխուլ իրավիճակում վտանգավոր վիճակում ապրեն, շարունակեն կամ արտագաղթեն։ Սա է լինելու ընտրությունը, այսինքն ուրիշ ընտրություն չկա։ Բոլոր նրանք, որոնք ասել չեն, որ գիտեք ինչ, կա նաև երրորդ ճանապարհ, չորրորդ ճանապարհ, այդպես ինչի ընտրությունները, դրանք զբաղվելու են պարզ մանիպուլյացիաներով, որովհետև մենք ակնհայտ արդեն գետնի վրա ունենք այն իրավիճակը, որը ունենք եւ ինքը անշրջելի է։ Դու չես կարող, օրինակ, այս մի քանի ամսվա ընթացքում քաղաքական, այսպես ասած, այնպիսի իրավիճակ փոխել, որ օրինակ, չգիտեմ, ասենք հայտնվեն օրինակ այնպիսի խաղացողներ, որոնք նախկինում չկային, նոր են եկել եւ իրենք հնարավորություն ունենան, օրինակ, միանձնյա իշխանություն ձևավորելու։ Չի կարող այդպիսի բան լինել, պարոն Մեհրաբյան։ Եթե նոր ուժեր նույնիսկ լինեն, կամ ասենք այնպիսի ուժեր, որոնք վերջերս են ձևավորվել եւ այլն, այո, իհարկե նրանք կարող են ենթադրենք խորհրդարան հասնել, բայց ակնհայտ է, որ նրանք չեն կարող առնվազն միանձնյա իշխանություն ձևավորել։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է ուրեմն կամ եթե դուք ուրեմն անցնում եք շեմը, հա, դուք պետք է ընտրություն կատարեք։ Ում հետ եք համագործակցելու։ Իշխանությունների, այսինքն քաղաքացիական պայմանագրի, որը նույնիսկ կեղծ ուշադրություն դարձրեք, այսինքն նաև այն որ անհասկանալի է թե որտեղից են այդ հարցումը արել, ով է այդ հարցումը արել, չէ, նաև ինչ որ տարատեսակ նման ինչ որ ինֆորմացիաներ են բացվողում, դիմադիր, այսպես ասած, շրջանակները, բայց նույնիսկ այդ իրենց այդ իբրև թե հարցումներում առաջի տեղը միևնույն է քաղաքացիական պայմանագիրն է։ Այսինքն ակնհայտ իրողությունները գոնե փորձում են այսպես բան չանել, էլի։ Ինչ է սա նշանակում։ Նշանակում է ուրեմն կամ պետք է քաղաքացիական պայմանագրի հետ այս կամ այն ձևով համագործակցես, կամ պետք է համագործակցես պրոռուսական քաղաքական ուժերի հետ, որոնք ըստ էության տանելու են երկիրը ըստ էության գործանման, եթե հանկարծ
իշխանությունը ընկնի իրենց ձեռքը։ Ուրիշ ընտրություն այստեղ չկա։ Պետության լուծարման կոպիտս։ Այո, ուրիշ ընտրություն չկա։ Դուք պետք է բնականաբար կողմնորոշվեք, հասկանաք այս դաշտում ինչ է կանելու։ Եվ գիտեք ինչ, այս նաև հարցակումները հիբրիդային ակնհայտ է, չէ, որ տեսնում են, որ անհնարին է այնպես անել, որ փաստորեն հասարակության զգալի հատվածը հանկարծ Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունք ունենա։ Իրեն բնականաբար խելոք մարդիկ են, էլի։ Այսքան բանը հասկանում են, որ դա անհնարին է։ Դրա համար երկու բան, այսինքն վախեցնել Ռուսաստանով, այդ մեկ, եւ երկրորդը այնպես անել, որ մարդիկ քաոս զգան, որ իրենց ուղեղներում անորոշություն լինի, որ ոչ մեկին չհավատան, որ пассив լինեն։ Իրար չհավատան։ Այո, որ դա գոնե իրենց համար կլինի ցանկալի իրավիճակ, այսինքն հասարակության մի զգալի հատվածին խաղից դուրս հանել, այսպես ասած, եւ այնպես անել, որ այո, մոտավորապես Գյումրի, չէ, սցենարը այդ պարագայում ուրեմն իրականացնել։ Դա դրանց ծրագիր մաքսիմումն է, կարծում եմ, բայց նույնիսկ այդ պարագայում կարծում եմ, որ իրենք ինչու են նաև այսպիսի հայտարարություններ անում, նաև այդ Սալավյովի, նույնիսկ եթե վերցնենք դա հոգու ճիչեր, չէ, ասենք, հա, սա ակնհայտ է ցույց է տալիս, որ փաստորեն նրանք տեսնում են, որ չի հաջողվում նրանց ազդել հանրային տրամադրությունների վրա, նույնիսկ այս ձևով։ Այսինքն իրենք հիմա կարծում եմ կմտածեն ավելի շատ պրոռուսական ընդդիմություն ապահովելու ուղղությամբ, որ խորհրդարան ասնեն պրոռուսական ուժեր, որ գոնե այդ առումով գոնե դաշտի մի մասը, քաղաքական դաշտի մի մասը իրանց վերահսկողության մասամբ այսպես որպես արգելակող կարողանան օգտագործել։ Շնորհակալ եմ պարոն Վարդանյան, ձեր այս հանգամանալից եւ կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Ինչ նոր հանդիպում ամենայն բարիք, շնորհակալություն։ Համեղ զրուցեցինք մեր գործընկեր քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ, հայկական խորհուրդ կազմակերպության ասոցիացված փորձագետ, լսեցինք իր դիտարկումները կապված հայ-ամերիկյան այս հունվարի 14-ի նոր պայմանավորվածության տարածաշրջանային եւ ներքաղաքական էֆեկտների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։